Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է բազմաթիվ հիվանդությունների եւ միակ առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ այս պահից սկսած դուք ունեք հնարավորություն զանգահարելու, գրելու մեզ եւ ուղղելու ձեր հարցը այսօրվա մեր հյուրին։ Մեր հեռախոսահամարն է 54 89 34, կարծում եմ շատերից շատ լավ ծանոթ, եւ էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ ararat@tv.am։ Այսօր խոսելու ենք սուր շնչառական վարակների, գրիպի, խոզի գրիպի եւ վարակային այլ հիվանդությունների մասին եւ այս առիթով մեր տաղավարում է Լիանա Թորոսյանը, բավական երկար տիտուլ է, ես պետք է ընթերցեմ։ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետն է մեր հյուրը, զանգահարեք 54 89 34, եթե ունենաք հարցեր։ Բարև ձեզ Լիանա։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք, նաեւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Այսօր գիտեմ, որ դուք մամուլի ասուլիս տվեցիք նաև այս թեմայով եւ առիթը նաև այն էր, որ վերջին շրջանում դեկտեմբերի սկզբին արդեն մամուլում տարածվեց այն հրապարակումը, որ Իրանում, մեր հարևան պետությունում կրկին խոզի գրիպի համաճարակ, չգիտեմ դա համաճարակաբանական իրավիճակ էր, համաճարակային թե ոնց, բայց կային զոհեր, 30-ից ավել զոհեր, եւ թե որքան է դա սպառնում մեր երկրին։ Խնդրում եմ հիմա դուք ասեք պաշտոնապես, թե ինչ է կատարվում։ Նախ ես էլ եմ շնորհակալ նման ուրեմն ակտուալ թեմային ձեր հաղորդաշարի հարթություններում անդրադառնալու համար։ Իհարկե թեման ինքը բավականին գերակա է, ակտուալ է այս օրերի համար։ Նաև վերջերս ճիշտ եք նշեցիք, զանգվածային լրատվամիջոցներով բավականին հնչեղություն ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունում համաճարակային իրավիճակը պայմանավորված, ինչպես ժողովուրդն է ասում, խոզագրիպով։ Բայց եկեք խոզագրիպին տանք նրա իսկական անվանումը, որ արդեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2009 թվականից բարձրաձայնում է, խոզագրիպ կամ այսպես ավելի ճիշտ նրա անվանումը գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակը։ Որպեսզի ավելի հանրամատչելի խոսեմ, այսպես ասած սովորական գրիպի տեսակներից մեկն է։ Դեռևս 2010 թվականին հենց նույն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, երբ որ 2009 թվականին այդ խոզագրիպը դասեց որպես պանդեմիկ ներուժ, այսինքն համավարակ առաջացնելու ներուժ ունեցող գրիպի ենթատեսակ, իսկ գրիպ ունի 3 տեսակ, իսկ A տեսակն ունի 144 ենթատեսակ, եւ այս նոր ենթատեսակը ինքը նոր էր մարդու օրգանիզմի համար 2009 թվականին, եւ մարդու օրգանիզմը բացարձակապես որևէ ինֆորմացիա, այսպես ճակերտավոր ասեմ, չուներ այս ենթատեսակի նկատմամբ, դրա համար մենք ունեցանք պանդեմիա, համավարակ, այսինքն երկրագնդի վրա չկար այնպիսի մի տեղ, քաղաք, բնակավայր, գյուղ, երկիր, պետություն, որտեղ այս հարուցիչը արձանագրված չլիներ։ Այդ ժամանակ մեզ մոտ ինչ իրավիճակ էր։ Մեզ մոտ պանդեմիկ իրավիճակ էր, դրա մասին Առողջապահության նախարարությունը բարձրաձայնեց, դա գլոբալ մակարդակով հայտարարվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուրեմն կողմից եւ բոլոր երկրները այսպես որպես որպես արտակարգ իրավիճակի պատրաստվածության բերվեցին։ Իսկ 2010 թվականից այս հարուցիչը համարվում է մարդու սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին է դասվում եւ այն պանդեմիկ ներուժը, որ ուներ 2009 թվականին, չունի սկսված 2010 թվականից։ Այո, այսինքն սովորական ենթատեսակների շարքին է դասվում եւ ավելին ասեմ, Իրանի Իսլամական Հանրապետությունում դիտվող այս համաճարակային իրավիճակը, այո, այնտեղ համաճարակային իրավիճակ է եւ դա նույնպես թույլ չի տալիս, որ կոչվի պանդեմիկ։ Միանշանակ այո, եւ դա էլ թույլ չի տալիս, որ այնտեղ ինչ-որ պանդեմիկ կամ ինչ-որ ցանկացած առանձին պետություն, թեկուզ հարևան պետություն իր երկրի սահմանում սահմանափակող միջոցառումներ իրականացնի, դա բացարձակապես ցուցված չէ եւ ցուցված չէ նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, ուղղակի մտահոգվելով այս իրավիճակով եւ ցանկանալով ավելի լիարժեք տեղեկատվություն ունենալ, նախարարությունը դիմեց ուրեմն դիվանագիտական խողովակներով համապատասխան կառույցներին Իրանի Իսլամական Հանրապետության եւ այնտեղից պաշտոնապես ուրեմն մենք պատասխան ստացանք, որ սա պետք է դիտարկել սեզոնային գրիպի համատեքստում, այսինքն արտակարգ իրավիճակ դիտարկել
այս իրավիճակը, որը որ տիրում է ուրեմն Իրանում, դա բացարձակապես մտահոգիչ չէ։ Դա իրենց սեզոնային գրիպի իրավիճակն է, իհարկե, մահացու ելքերն այնտեղ բավականին շատ էին, 40 եւ ավել, եւ բացի դրանից նաեւ առողջապահության նախարարությունը հարցում կատարեց առողջապահության համաշխարհային կազմակերպություն, որպեսզի այնտեղից էլ նաեւ բարձաբանում ունենանք, երկու ստեկ բարձաբանում ունենալ, եւ այնտեղից նույն պատասխանը եկավ եւ ավելին ասեմ, որ վերջերս եմ վերադարձել միջազգային համաժողովից, որը որ այդ թվում նաեւ վերաբերում էր գրիպի իրավիճակին։ Այո։ Ինչպիսին է աշխարհում այս տեսակի գրիպի, թե ընդհանրապես, իհարկե դա նաև մտնում էր այդ ուրեմն ամբողջ ցանկի մեջ, շարքի մեջ, եւ նորից առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի գրիպի այդ ամբողջ բաժանմունքի ղեկավարի կողմից պաշտոնապես հայտարարվեց, որ դա պետք է դիտարկել սեզոնային գրիպի սեզոնի բարձրացման, ուրեմն ակտիվացման մեջ տեսակով այդ հարթության վրա, եւ այն դեպքերը, որոնք որ հնչեցվում էին 40 եւ ավելի, դրանց մոտավորապես կեսներ պայմանավորված, ինչպես ժողովուրդն է ասում, խոզի գրիպով կամ H1N1-ով։ Այո, Լիանա, այս անգամ, երբ Իրանում այդքան զոհեր եղան, մահվան դեպքեր եղան, ավելի ճիշտ, Հայաստանում ինչ այնուամենայնիվ գրանցվեց, կային վարակվածներ։ Իհարկե, մեզ մոտ էլ կան, որովհետև հարուցիչը ինքը շրջանառում է բնության մեջ եւ որևէ մեկս ամրագրված կամ ապահովագրված չենք որևէ բանով, որ մենք հարուցիչի չենք ունենա մեր Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հարուցին ոչ արտոնագիր է պետք, ոչ ինչ որ ասենք մուտքի ինչ որ թույլտվություն։ Այո, վիզա։ Այո, նա շրջանառում է, կա 2009 թվականից մեր օրգանիզմը արդեն փոքր չափաբաժիններով ծանոթ է արդեն իսկ հարուցչին եւ ավելին ասեմ, վերջի 2 տարվա ընթացքում, իհարկե 2010 թվականից, երբ որ պատվաստանյութը հասանելի է եղել արդեն հանրությանը, այս 2 տարվա ընթացքում էլ պատվաստանյութը այն, որ կներկրվում է Հայաստանի Հանրապետություն, որպես կոմպոնենտ, որպես բաղադրիչ նաեւ պարունակում է H1N1 ենթատեսակը, այսինքն խոզագրիպը։ Բացի այդ նաեւ հանրապետությունում ձևավորված է այն հակավիրուսային պատրաստուկների պաշարը, որը որ ժամանակին, այսինքն մինչև 48-ից 72 ժամ նշանակվելուց հետո մենք ունենում ենք լիարժեք արդյունք։ Այո, մինչև պատվաստումների մանրամասներին անդրադառնալը, խնդրում եմ հիշեցնենք այնուամենայնիվ մեր հեռուստադիտողներին, թե այդ գրիպի տեսակը ինչու նախ անվանվեց խոզի գրիպ։ Մենք հեռուստադիտողներից մեկից արդեն, քանի որ անոնսել ենք, ստացել ենք հարց, նա գրում էր հիմա կբացվի, բայց բովանդակությունն այսպիսին էր, ասում է, խնդրում եմ ասեք, խոզի գրիպը, խոզի մսով հնարավոր է դրանից վարակվել, եւ նա զարմանք է արտահայտում, ասում է, չէ՞ որ Պարսկաստանում խոզի միս չեն ուտում կամ շատ քիչ են ուտում։ Ուրեմն բացարձակապես խոզագրիպը խոզի միս ուտելու կամ խեղճ խոզերի հետ ընդհանրապես կապ չունի։ Խոզագրիպ անվանումը ստացել, այո, ես արդեն իրենց այդպես եմ դիտարկում, որովհետեւ շատ շահարկվեց խոզագրիպ անունը եւ այդ հարցը մշտապես է այսպես բարձրացվող հարցերի առաջին տեղերից մեկն է, արդյոք խոզի միսը անվտանգ է այս դեպքում թե ոչ։ Միանշանակ խոզի միսը այստեղ անվտանգ է, բացարձակապես նա իրենից վտանգ չի ներկայացնում։ Իսկ ինչու ունեցավ խոզագրիպ հնչեղությունը, որովհետև 2009 թվականին Մեքսիկայում, երբ որ առաջի անգամ այս հիվանդությունը հայտնաբերվեց, չէ՞ որ խոզը նաև իր ջերմաստիճանով, իր մարմնի ջերմաստիճանը 36.6 է նրա ջերմաստիճանը, ինչպես մարդու ջերմաստիճանը։ Եվ խոզը համարվեց այն անոթը, այն տարողությունը, կոպիտ ասեմ, այն օրգանիզմը, որտեղ խաչասերվեցին մարդու հասարակ գրիպի եւ արդեն նոր կենթանական գրիպի սեգմենտները եւ արդյունքում ունեցանք նոր ենթատեսակ։ Ամբողջ խնդիրը դա էր, այսինքն խոզի դերը այստեղ որպես միջանկյալ կամ այսպես տարա ասեմ, որտեղ որ այդ խաչասերումը, այդ սեգմենտների միաձուլման արդյունքում մենք ունեցանք այս նոր գրիպը։ Իդեպ ասեմ, որ գիտական նպատակով այդ խաչասերումը տեղի ունեցավ, թե դա պարբերաբար լինում է, դա պարբերաբար լինում է, բնության մեջ դա լինում է, եւ իդեպ ասեմ, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գրիպը նաեւ դասում է զոոնոզ հիվանդությունների շարքին, այսինքն սա իրենից ինչ է ենթադրում, թռչնի գրիպ, խոզի գրիպ։ Միանշանակ, իհարկե, որ այս գրիպի տեսակները, նաև գրիպով հիվանդանում են թռչունները, ընդհանրապես կենդանիները, եւ հաղթահարելով այդ կենդանական հարուցիչները, կենդանիների տիպին բնորոշ հարուցիչները, այդ միջտեսակային բարիերը նրանք հաղթահարում են,
ձեռք են բերում այնպիսի հատկություն, որ արդեն կարողանում են մարդուն եւս վարակել, մարդն էլ մարդուն վարակել, եւ այս դեպքում մենք ունենում ենք նոր ենթատեսակներ եւ այդպիսի ուրեմն կետային փոփոխությունների արդյունքում մենք ունենում ենք համաճարակներ, այսինքն մեզ ծանոթ գրիպ, այսինքն երբեմն տալիս է, չէ, բարձրացում պիկեր է տալիս, սեզոնային բարձրացումներ է տալիս, համաճարակներ է տալիս, այսինքն դա նրա գենային մակարդակում կետային փոփոխությունների արդյունքում, իսկ ավելի խորը փոփոխությունները բերում են համավարակների պանդեմիաների առաջացմանը։ Եվ նաև հենց այնպես չի նորից գիտականորեն դա եւս ապացուցված է եւ ամեն տարի առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձրաձայնում է, որ յուրաքանչյուր տարվա 40-րդ շաբաթից, այսինքն հոկտեմբեր ամսից աշխարհը մտնում է գրիպի սեզոն։ Հատկապես Եվրոտարածաշրջանի մասին եմ ես խոսում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է Եվրոտարածաշրջանի կենտրոնի հետ եւ 40-րդ շաբաթից, այսինքն դա իրենից ինչ է ենթադրում, որ հոկտեմբեր ամսից մեզ մոտ սկսվում է գրիպի սեզոնը եւ ավարտվում է հաջորդ տարվա մինչև մայիս ամիսը, դա արդեն կախված է լինում, թե որքանով է այդ հարուցչի ինտենսիվությունը, որքանով է նրա շրջանառությունը եւ որքանով է նրա եղել պարբերականությունը նախորդ տարիների հետ, հա։ Իսկ ցանկացած հիվանդություն, վարակիչ հիվանդություն ունի իր օրինաչափ պարբերականությունը։ Սա ինչ է իրենից ենթադրում։ Այսինքն կամած այն անձիկ, ովքեր տարիների ընթացքում չեն հիվանդացել, կամ չեն շփվել, կամ չեն հանդիպել այդ հարուցչին, հանդիպում են հարուցչին եւ այսպես կայծերը կուտակվում են եւ արդյունքում ունենում ենք փոքր հրդեհներ։ Ավելի այսպես մաչելի են բացատրում, որպեսզի հանրությանը ավելի այսպես հանրամաչելի լինի, հա։ Ընդհանրապես սա։ Իսկ ինչ վերաբերում է նաեւ շատ կուզեմ բարձրաձայնել եւ նաեւ օգտագործել ձեր հաղորդման մեծ լսարանը, որ նաև եկեք հասկանանք ինչ է նշանակում համաճարակային իրավիճակ։ Լիանա, եկեք համաճարակային իրավիճակի բացատրությունը թողնենք փոքր գովազդային դադարից հետո։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք հյուրընկալել ենք Լիանա Թորոսյանին, առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբաններից մեկն է։ Շատ երկար է տիտուլը, նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետն է նա։ Եթե դուք ունեք հարցեր սեզոնային գրիպների հետ կապված, վերջերս խոսակցություն դարձած կրկին խոզի գրիպի հետ կապված, ջրծաղիկի այլ համաճարակային հիվանդությունների մասին, զանգահարեք եւ ձեզ կպատասխանի Լիանա Թորոսյանը 54 89 34 է մեր հեռախոսահամարը, կամ գրեք մեզ շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am էլեկտրոնային հասցեով այս պահին փոքր գովազդ։ Արարատ հեռուստաընկերության եթերում շարունակվում է շտապ օգնություն հաղորդաշարը, այսօրվա մեր թեման գրիպը եւ սուր շնչառական վարակներն են, մասնավորապես խոզի գրիպը, որ վերջին շրջանում դարձավ նորից մամուլի հրապարակումների առիթ, որովհետեւ Իրանում մեր հարևան պետությունում այս վարակից մահացավ 40-ից ավել մարդ, ինչքանով է դա սպառնում մեր երկրին եւ ընդհանրապես ինչ իրավիճակ է մեզ մոտ համաճարակաբանական տեսակետից, մեր հարցերին եւ նաեւ ձեր հարցերին պատասխանում է Լիանա Թորոսյանը, նա ներկայացնում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, եթե ունեք հարցեր, զանգարեք 54 89 34 հեռախոսահամարով։ Լիանա, մենք ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, հետո անդրադառնանք համաճարակային իրավիճակներին։ Բարի։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուրեմն հարց ունեմ բժշկուն, ու ես տարեցկին եմ։ Իբր թե գրիպ եմ, բայց այս 10 օր իմ մարմինը չի տաքանում, յանթաց սառում է, դող կա սրտից մեջ, այ հիմա նստել եմ, ոտերս գրել կա դրած, ես չեմ տաքանում ու քրտնում եմ, ջուրը լնում է, հեղեղ որ այցս գնում է, ոչ մի բան չգիտեմ ինչ անեմ, որ դրա դեմը պայքարեմ, չեմ հազում, քթերս փակ չի, ոնց որ գրիպ չլնեմ, բայց սա գրիպոզ վիճակ է, ինչա խնդրում եմ, ոնց անեմ, որ մի քիչ լավանամ։ Շնորհակալություն։ Իդեպ Լիանա, երևի միացնենք նախ խոսենք նաև ախտանշաններից, որովհետև հիմա մեզ մոտ ով ինչ բողոք ունենում է, ասում է գրիպ է։ Այո։ Խնդրում եմ ներկայացրեք։ Ցավոք սրտի այսօր սուր շնչառական վարակները դարձել են խավության նոխաս եւ ցանկացած դեպքում այդ ջերմում եմ, փռշտացի, հազացի, մարմինից ջարդվում է, սա դիտում եմ որպես գրիպ, բայց դա գրիպ չէ։ Եվ եկեք արդեն տարբերենք հարբուխը գրիպից, որովհետև հարբուխը կանցնի 3 օրում, 4 օրում, կարող է ուղեկցվել ջերմությամբ, կարող է
ջերմություն չլինել, մի փոքր մարմնի ջարդվածություն, քթահոսություն, փռշտոց, հազ, իհարկե դա կարող է բարդանալ, կարող է չբարդանալ, եւ 3-4 օրվա ընթացքում որպես կանոն հարբուխը անցնում է։ Այ գրիպի մասին նույն բանը չեմ կարող ասել, որովհետև վերջինս ընթանում է բավական ծանր, ջերմությունը 39 է եւ բարձր ցուցանիշների վրա է լինում եւ բավականին մի քանի օրվա ընթացքում է արում այդ ցուցանիշները պահպանվում։ Քթահոսությունը ընդհանրապես չկա, քթահոսությունը կարող է ասենք միանալ 5-րդ օրը, 6-րդ օրը, այսպես ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է ճռճռան գրիպ, այդպես չոր է ընթանում նա, առանց քթահոսության։ Բնորոշ են առնահոսությունները։ Քթից առնահոսություն, այո, ջերմությունը բարձր, ինտոքսիկացիայի ֆոնի վրա այդ ջարդվածությունը հենց բնորոշ այդ ինտոքսիկացիային, որ ջերմությունը բարձրանում է։ Դուք նկարագրում եք ընդհանրապես ախմբի գրիպները, որին պատկանում է խոզի գրիպը։ Դուք շատ լավ հարց եք բարձրացնում եւ նաեւ եւս սա մեկ առիթ է բնակչությանը նորից իրազեկելու, որ կլինի A գրիպը իր H1N1-ով, H2-ով կլինի B գրիպը, թե որ գրիպը կլինի, որ տեսակը կլինի, հարգելիներս, նախտանշանները նույնն են։ Բարդություն առաջացնելու հավանականությունը կլինի խոզագրիպ կամ H1N1, կլինի B տեսակը կամ A տեսակի այլ ենթատեսակներ։ Բուժման ռազմավարությունը նույնն են։ Այստեղ միայն կլինիկական, այսինքն կլինիցիստը միայն կարող է կողմնորոշվել ելնելով հիվանդի կլինիկական վիճակից։ Նրա ուղեկցող, այսինքն բացի այն, որ կա վիրուսային ծագման որոշակի վարակ, բացի դրանից արդյոք հիվանդն ունի այլ ուղեկցող հիվանդություններ, սիրտանոթային կլինի, երեկամային կլինի, տառապում է շաքարային դիաբետով, հղի է թե ոչ, երեխա է թե ոչ, որովհետև ցանկացած անձ ինքը անհատ է։ Օրգանիզմը յուրովի է պատասխանում արտաքին եւ ներքին ազդակներին, հատկապես վիրուսներին, հա։ Այո, Լիաննա, իսկ կոնկրետ այս դեպքում երբ հեռուստադիտողը նշեց, որ ջերմություն չունի, քթերը բաց են, քթահոսություն չկա, չի հազում, բայց տեսեք, էլի ասում է գրիպ եմ։ Էլի գրիպ եմ, որովհետեւ այդ մրսածից այստեղ ես կարծում եմ, որ պետք է դիմել։ Եվ առաջին հարցս, որ կուզեի տալ մեր քաղաքացուն, իսկ բժշկի դիմել է։ Չնշեց համենայն։ Բժշկի դիմել է, այդ տեսեք նաև այստեղ երկրորդ հարցն եմ ուզում կարևորեմ, ինքնաբուժման խնդիրը։ Այ ինքնաբուժությունը այսօր բերում է այն բարդություններին, որը որ կարելի է շատ հեշտ, շատ վաղ փուլում կանխել եւ չունենալ այն բարդությունները, ինչ որ մենք ունենք։ Չէ՞ որ ոնց հասկացա նաև տարիքով, հա, այնտեղ կարող է լինել այլ ուղեկցող հիվանդություններ եւ կարող է անգամ փոքր մրսածության գործոնը հիմնական հիվանդության սրացման պատճառ դառնալ։ Եվ նաև կուզեմ իրազեկել մեր հանրությանը, որ գրիպը որպես այդպիսին, ինքը իր նենգությունը կայանում է նրանում, որ նա կարող է այսպես պրովոկացիա անել հիմնական հիվանդությունը եւ բարդությունները առաջանալ հենց հիմնական հիվանդության սրացման պայմաններում։ Այո։ Այսինքն որպես կարելի ասել այսպես մի փոքր խթան, իհարկե ճակերտավոր խթան, որ կարող է բերել ուրեմն ցանկացած ուղեկցող, որոնք որ կան հիվանդը տառապում է դրանով, քրոնիկ հիվանդներ եւ կուզեմ այստեղ շատ կարեւորել հղիներին։ Ներողություն հատկապես որպեսզի ամփոփ լինի մեր հեռուստադիտողի հարցի պատասխանը 10 օր արդեն շարունակվում է։ 10 օր շարունակ իմ խորհուրդը միանշանակ խորհուրդը դիմել բժշկի, տեղամասային թերապևտին միանշանակ կամ կազմակերպել այսպես բժշկի կանչը կազմակերպել կամ գնալ պոլիկլինիկա, եթե կլինիկական վիճակը թույլ չի տալիս, ապա կանչ գոնե ապավել եւ ստանալ մասնագիտական բժշկական խորհուրդ, որպեսզի հասկանալ նախ այնտեղ ինչ հիվանդություն ունի տվյալ այս դեպքում հա քաղաքացին ինչ հիվանդություն ունի, արդյոք կան այլ ուղեկցող հիվանդություններ եւ եթե այնտեղ չկա ջերմություն, չկա որևէ բան, ապա գրիպ կամ շնչառական վարակի մասին խոսել այստեղ կարծում եմ որ տեղին չէ։ Հղիների մասին ասում էիք, որ այո, հղիների մասին ասում եմ, որ այսքանի որ մենք հիմա սեզոնում ենք եւ իդեպ ասեմ, որ նաեւ լաբորատոր հետազոտություններ է կատարվում, հա, այն հիվանդներին, որոնք որ բնորոշ են, որոնք որ ասեն գրիպանման հիվանդություններով դիմում են թե ստացիոնար եւ թե ամբուլատոր կազմակերպություններ, այնտեղ նաեւ կատարում է վիրուսաբանական հետազոտություններ, նմուշառումներ է իրականացվում եւ այսօր այդ նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում ես կարող եմ այսպես հնչեցնել, որ հանրապետությունում այսօրվա դրությամբ շրջանառում է գրիպի A տեսակի ենթատեսակները, այդ թվում H1N1 կամ ինչպես ժողովուրդն է ասում խոզագրիպը, B տեսակի գրիպը եւ այլ շնչառական վարակների հարուցիչներ, ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսներ, ռինովիրուսներ։ Սրանք ունեն իրենց առանձնահատկությունները։ Այլ ռինովիրուսներին բնորոշ է հենց առաջի օրվանից քթահոսությունը։ Այո։
սուբֆեբրիլ ջերմությունը 37 կարող է լինել մինչև 8 կամ կարող է չլինել, որը որպես կանոն անցնում է 3-4-5 օրվա ընթացքում։ Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսներն նրանք կարող են ավելի շատ բրոնխիտների, օբստրուկտիվ բրոնխիտների կամ երկարատև հազի, այսպես ձայնի խրպոտության, ինչ որ ասում են ձայնս քաշվել է կամ ձայնս կտրվել է, հա։ Այո, Ադենովիրուսները այդպիսի հարց նույնպես ստացել ենք հեռուստադիտողից, ասում եմ, խնդրում եմ ասեք, այդ գրիպը հնարավոր է ձայնի վրա ազդի, որովհետև իմ ամբողջ շրջապատը հիմա ձայնի խնդիր ունի եւ գրիպը որպես այդպեսին կարող է նաև ձայնալարերի վրա ազդել, դրա համար ասում եմ։ Իսկ մի հարց կուզեմ տալ քաղաքացուն, իսկ այդ շրջապատից ով է դիմել բժշկի։ Որ մեկն է դիմել բժշկի։ Կարծում եմ քիչ չեն նաև դիմողները, բայց իսկապես դուք ճիշտ եք, որ երևի ինքնաբուժմամբ եւ գիտեք այսօր մեզ մոտ, չգիտեմ, ցավոք սրտի այսպես ոճային կամ այսպես մոդա է դարձել որևէ մեկի խորհրդով դիմել դեղատուն եւ ինչ որ անհարկի հակաբիոտիկներ ընդունել, որը որ վիրուսի վրա բացարձակապես չի ազդում։ Եթե մենք միկրոօրգանիզմ, դրանք մանրեները, վիրուսները եւ այլ, դրանք տարբեր անհատներ են, այսպես եթե ասենք, հա, նրանց պետք է պայքարել ճիշտ միջոցով, իհարկե, միջոցը պետք է ճիշտ ընտրել եւ այդ ճիշտ ընտրության ռազմավարությունից եւ կոպիտ ասեմ, հա, նաեւ ընտրության ճիշտ տարբերակից նաեւ ակնկալվող արդյունք ենք մենք ունենում, հա, ունենում ենք այն, իսկ ով ասեց, որ պետք է անպայման ինչ որ վիրուսային պրեպարատներ օգտագործել հակավիրուսային կամ ավելին հակամանրեային պատրաստուկներ օգտագործել, բացարձակապես դա միայն պետք է որոշի կլինիցիստը, դա միայն պետք է որոշի այն բժիշկը, ով որ ծանոթ է, ով որ վարում է հատկապես երեխաներին, հա, մենք այսօր տեսնում ենք, ես էլ եմ քաղաքացի, օգտվում եմ դեղատներից, իհարկե, տարբեր բազմաթիվ, այսպես բազմազան առիթներով, եւ տեսնում, ինչ խորհուրդ կտաք այս վիճակն է ինձ մոտ, ինչ խորհուրդ կտակ։ Հարգելիներս, չէ որ ես քավ լիցի ոչ մի դեղատան աշխատակցի ինչ որ իրազեկ կամ ասենք իշ մասնագիտության մեջ որևէ մեկին ինչ որ քարկոծել կամ ինչ որ վատաբանել չեմ ուզում, բայց չէ որ դեղատան աշխատողը չգիտի ձեր օրգանիզմը, չի ճանաչում, չի վարում եւ այսպես ուղակի բանակցության կամ խոսելու կամ հարց ու փորձի միջոցով բուժում նշանակել, դա կներեք Այս դեպքում դեղատան աշխատակիցն էլ պետք է ունենա այդ էթիկան, չի կարելի, այո, եւ արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի մենք այդ կենցաղային մակարդակով բուժում նշանակելուց անցնենք ճիշտ հարթությունների վրա, թողնենք, որ բժիշկը որոշի, եւ որքան վաղ ենք դիմում բժշկի, ապա այնքան բարդություններն ավելի նվազելու, ավելի քիչ հավանականություն ունեն արձանագրվելու։ Եվ համաճարակաբանական իրավիճակը դեռ մնում է, բայց լսենք երկրորդ հեռուստադիտողին, Դիանան արդեն կապի մեջ է։ Ալո։ Բարև ձեզ, ես Մերին եմ, քաղաք Երևանից, ուզում եմ շնորհակալություն հայտնել այսքան բավարար ինֆորմացիա տրամադրելու համար այս օրերին բավականին ակտուալ թեմայի վերաբերյալ։ Շնորհակալություն, հաճելի է լինում նման զանգերը։ Այնուամենայնիվ հիմա ինչպիսի իրավիճակ է Հայաստանում եւ խոզի գրիպի մասին ասեք։ Ես այդպես եմ ասում, որպեսզի ժողովրդի համար տարբերակված լինի եւ մյուս տեսակների։ Մյուս տեսակներից երկուսը դուք նշեցիք, որ առաջինը կարող է քթային արտադրությամբ շատ արտահայտվել, երկրորդը բրոնխիտների ձևով, մյուսները ինչպես են արտահայտվում եւ որքան տարածված են հիմա։ Նախ եկեք սկսենք, թե ինչ է նշանակում համաճարակային իրավիճակ։ Համաճարակային իրավիճակը ինքը տերմին է։ Ինքը չի նշանակում, որ եթե օգտագործում ենք համաճարակային իրավիճակ, չի նշանակում, որ երկրում համաճարակ է։ Այ ոնց է կլինիցիստը բնորոշում հիվանդի կլինիկական վիճակը։ Այսինքն հիվանդությունը ընթանում է միջին ծանրության, թեթև, թե ավելի ծանր, այն նույնն էլ իրավիճակին է վերաբերում։ Չէ՞ որ ասում ենք գրիպով կամ սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այո։ Այսինքն սա եզրույթ է, սա տերմին է, որը որ օգտագործվում է համաճարակաբանության մեջ վարակիչ հիվանդությունների առումով։ Եվ դա ամենաառաջին սանդղակն է, այսինքն ոչ վտանգավոր է։ Եթե մասնագետն արդեն բարձրաձայնում է, որ գիտեք, այս հիվանդություններով պայմանավորված համաճարակային շեմը մենք գերազանցել ենք, որի մասին ներկա դրությամբ խոսք լինել անգամ չի կարող։ Եվ ես ասում եմ ոչ թե հենց այնպես, այլ դա ասում եմ շաբաթական մեր մշտադիտարկման արդյունքների հիման վրա։ Սա ապրիորի չի ասվում, չէ որ սա կատարվում է համաճարակաբանական վերլուծություն, վերցվում է մի քանի տարվա նույն ժամանակահատվածի տվյալները եւ համեմատվում է դրանք շաբաթներով
ամիսներով եւ անհրաժեշտության դեպքում նաեւ օրական կտրվածքով։ Նույնիսկ օրական։ Նույնիսկ օրական կտրվածք։ Օրինակ անցած տարվա հետ համեմատած այս տարի շատ են ավելի։ Իհարկե ոչ։ Մենք գտնվում ենք օրինաչափ բնականon վիճակում, սեզոնում ենք գտնում։ Որևէ բարձրացում այս պահի դրությամբ իհարկե չեմ կարող ասել վաղը ինչ կլինի, որովհետեւ եկեք չմոռանանք մենք գործ ունենք մի վարակի հետ, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ որում գտնվում ենք մենք սեզոնի մեջ։ Թե վաղը բնությունը մեզ ինչ կարող է հրամցնել, մենք չենք կարող ասել, բայց մենք զգոն ենք, հսկողությունը սահմանված է, մոնիտորինգն իրականացվում է, համաճարակաբանական տվյալները զուգորդվում են լաբորատոր հետազոտությունների արդյունքներով եւ այդ ամբողջի համատեքստում է ասում ենք այսօր հանրապետությունում ինչ իրավիճակ ունենք։ Իսկ երբ ասում են կա սուր համաճարակ կամ չկա նման բնորոշում չկա համաճարակաբանության մեջ։ Չկա, ուղղակի կարող ենք ասել համաճարակային իրավիճակը լարված է, այսինչ հիվանդությամբ կամ համեմատաբար հանգիստ է։ Հանգիստ է, այսինքն մենք համաճարակային իրավիճակ չունենք։ Համաճարակ չկա։ Ուղղակի դա տերմին է, որը օգտագործվում է։ Խոզի գրիպի դեպքեր Իրանից հետո մեզ մոտ քանի դեպք գրանցվեց։ Այսպես ասեմ, մինչ Իրանը եկեք բաժանենք եւ Իրանից հետո, հա։ Մինչ Իրանը մենք ունենք 3 դեպք։ Ամբողջ տարվա, այսինքն մինչև դեկտեմբեր, նոյեմբերը։ Հոկտեմբերից սկսած, եկեք սեզոնով խոսենք, հա, ակտուալ։ Հոկտեմբերից սկսած ունենք 3 դեպք, որից 2-ը երեխաներ էին, մեկը հղիկին։ Անկամ այնքան թեթև էր այդ հիվանդությունը իրենց մոտ ընթացել, որ նույնիսկ բուժող բժիշկներն զարմացան, ուղղակի քանի որ կար դեպք, նա համապատասխանում էր նմուշարման այսպես ալգորիթմներին եւ կանոնակարգին, բնորոշումներին մեր ստանդարտ, իհարկե նա վերցրեցինք նմուշներ եւ արդյունքում պարզեցինք այն ինչ որ ունեն։ Այսինքն խոզագրիպ ասված որպես այդպեսին, որ պետքա բարդ ընթանա կամ ավելին մանվան երգով, դա բացառվում է այսօր։ Այո։ Լիանա, երբ մարդը դիմում է բժշկին, ասենք, վաղ դիմեց կամ ինչ որ մի ստադիայում հիվանդության դիմեց, ինչպես է տեղի ունենում ախտորոշումը, այսինքն միայն այն, որ նա նկարագրում է, որ ձայնալարերս են ձայնս խրպոտվել է կամ իհարկե կլինիկական ցուցանիշները, լաբորատոր ցուցանիշները, լաբորատոր ինչ հետազոտություններ է անցնում եւ ըստ դրա ինչպես է ընտրվում արդեն տակտիկան։ Չնայած դուք նշեցիք, որ բուժման տակտիկան հիմնականում նույնն է։ Այսպեսի նաև մեկ հարց պիտի բարձրաձայնեմ եւ պիտի հնչեցնեմ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն այսօր լաբորատոր հետազոտությունները առաջարկում է որպես այդպեսին հասկանալու թե ինչ վիրուսներ են շրջանառում։ Այսինքն բուժող բժիշկը չպետք է սպասի այդ պատասխանին։ Նա արդեն իսկ պետք է դիտարկի, որտեղ մենք սեզոնի մեջ ենք, որպես շնչառական վարակ, հետազոտությունները ապահովի, կլինիկական հետազոտություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ վիրուսաբանական հետազոտություններ, եւ եթե արդեն մենք հիվանդներից անջատում ենք նախարարությունը հիվանդների այդ լաբորատոր հետազոտությունների արդյունքներում ունենում ենք արդեն հարուցիչ եւ կայքում է տեղադրվում եւ զանգվածային լրատվամիջոցներով, որ ժողովուրդ եղեք զգոն բուժ անձնակազմ եղեք զգոն, իդեպ ասեմ, որ ցանկացած արդեն մի քանի տարի է մենք սեզոնից առաջ ամբողջ հանրապետության վարակաբաններին եւ համաճարակաբաններին հավաքում ենք, հրավիրում ենք դրսից փորձագետ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից փորձագետ, որը որ ներկայացնում է եկող սեզոնի առանձնահատկությունները։ Արդեն կանխատեսված, այո, միանշանակ, որովհետև կանխատեսումներ լինում են։ Միթե դա կանխատեսելի է։ Միանշանակ կանխատեսելի է եւ ավելին ասեմ, այսօր Առողջապահության նախարարությունը մասնակցում է եվրոպական այդ գրասենյակի, նաեւ նմուշները մենք ուղարկում ենք ռեֆերենս լաբորատորիա, ԱՀԿ ռեֆերենս լաբորատորիա, այսինքն մենք նաեւ հաշվետու ենք միջազգայինորեն եւ մեր դրական նմուշները հայտնաբերված եւ բացասականների 10%-ը ուղարկվում է Լոնդոն, այնտեղ վերիֆիկացիա, այսինքն հաստատման, այսինքն մենք ճիշտ ենք աշխատում, թե ոչ, դա կոչվում է արտաքին հսկողություն, եւ պիտի ի ուրախություն բոլորիս բարձրաձայնեն, որ հետազոտության արդյունքները այստեղ ինչ որ կատարվում են 100%-ով համընկնում են միջազգայինորեն, ուրեմն մեր այսպես քննության անցած արդյունքները։ Շատ լավ, շատ գնահատելի է իհարկե։ Լիանա, դուք նշեցիք, որ նախապես հայտարարում եք, որ լինեն զգոն եւ բնակիչները, եթե հատկապես արդեն վիրուս է հայտնաբերվում եւ բուժաշխատողները։ Խնդրում եմ ասեք այդ զգոնության կանոնները, այսինքն նախ անդրադառնանք, երբ ասում ենք օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում, դա ցանկացած, ասենք,
մետրի վրա, հա, հեռավորության վրա նույն մարդու հետ նույն սենյակում գտնվելն է, թե անպայման պետք է շփում լինի, նույն սպասքից օգտվել լինի, ինչպես է փոխանցվում այդ վիրուսները, ինչպես են փոխանցվում, եւ նաեւ սկզբում դուք պատվաստումների մասին ասացիք, կանխարգելման միջոցառումները, հետո նոր անհատական մակարդակով մարդկանց խորհուրդ կտաք, թե ինչ պետք է անել։ Այս տարի եւս ներկրվեց պատվաստանյութ գրիպի դեմ, սեզոնային գրիպի դեմ, իդեպ ինքը բազմաբաղադրիչ պատվաստանյութ է, որը պարունակում է գրիպ A տեսակի 2 ենթատեսակը, H1N1 կամ խոզագրիպը եւ H2N3 սովորական սեզոնային գրիպը։ Այսինքն H1N1-ն էլ պիտի դիտարկենք որպես սեզոնային գրիպ եւ B տեսակը։ Այսինքն սա բեն ինչով են իրարից տարբերվում։ Բացարձակապես չեն տարբերվում իրարից։ Որն է ավելի ծանր, թե չկա։ Ծանրությունը կախված է նրանում, որ A տեսակը ավելի համաճարականներ առաջացնելու հնարավորությունը մեծ է։ Շուտ տարածվող։ Այո, եւ այդ գենային մակարդակի այդ փոփոխությունները, որոնք որ կարող են բերել համաճարակների, դա բնորոշ է միայն A տեսակին։ Այո։ Իսկ B-ն ինքը չի փոփոխվում։ Իսկ A տեսակը բեն ավելի կայուն է։ Այո, ավելի շատ է եւ A տեսակն ունի 144 ենթատեսակ, իսկ B-ն չունի ընդհանրապես ոչ մի։ Եվ նաեւ գրիպի նենգությունը կայանում է նրանում, որ ենթատեսակային իմունիտետ, միջտեսակային իմունիտետ չի առաջացնում։ Չնայած բազմաբաղադրիչ է պատվաստանյութը։ 3 կոմպոնենտ է իր մեջ պարունակում, որոնք որ գերազանցապես շրջանառում են բնության մեջ տվյալ սեզոնի ընթացքում։ Տվյալ սեզոնի։ Լիան այս մանրամասներին ներողություն եմ է բաղադրությունը պատվաստանյութի։ Այո, ներողություն եմ խնդրում, այս մանրամասներին հետաքրքիր են իսկապես, որ գրիպը անդադ մուտացվում է, չէ՞, վիրուսը եւ անդրադառնանք երկրորդ գովազդային դադարից հետո, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք խոսում ենք գրիպի եւ սուր շնչառական վարակների մասին, մեր հյուրն է Լիաննա Թորոսյան, առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի, զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով, եթե ունեք հարց, կամ գրեք մեզ շտապ օգնություն շնիկ arad@tv.am էլեկտրոնային հասցեով, այս պահին փոքր գովազդ։ Արադ հեռուստաընկերության եթերում շարունակվում է շտապ օգնություն հաղորդաշարը, այսօրվա մեր թեման սուր շնչառական վարակներն են, գրիպը, եթե ունեք հարցեր, զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով։ Լիանա, մենք կրկին ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իմ երեխան տառապում է կռուպ հիվանդություն է տանում։ 9 տարեկան է, շատ դժվար շնչում է, մահվան սուր, հասում ընթացքում ինչեւ շատ դժվար ծանոթ տանում է, հազիվ կարողանում եմ ես փրկեմ իմ երեխուն։ Խնդրում եմ բժշկուն տենամ, ինչ ուղղություն ցույց կտա, ոնց անեմ։ Ես ամեն ամիս իմ երեխան հիվանդանոց է պարկում դրան, այս հիվանդությունով։ Շնորհակալություն։ Շատ եմ խնդրում այդ հարցը մի հատ։ Ինչ հիվանդություն, կեղծ գրուպի մասին է հավանաբար խոսքը։ Մեր ցանկացած մանկական հիվանդանոցները, ստացիոնարները այսօր ունեն այն մասնագիտական ներուժը, որ կարող են այդ օգնությունը ցուցաբերել։ Իհարկե երեխան պետք է գտնվի բժշկի հսկողության տակ եւ իհարկե նաեւ չի բացառվում սրացումները եւ կարող է սրացումները լինել վիրուսի ֆոնի վրա։ Դրա համար ես կառաջարկեի երեխային ուղղակի որպեսի նախ չհիվանդանա ինքը գրիպով, կառաջարկեի որ խորհրդատվություն անի իրեն բուժող բժշկի հետ, եթե անհրաժեշտ է գտնի բժիշկը նաեւ կատարել պատվաստում, որպեսի բացառեն գոնե գրիպի ֆոնը եւ մշտապես հսկողությունը իր բուժող վարող բժշկի կողմից։ Եվ այս ընթացքում հնարավոր են սրացումներ, քանի որ եղանակը ցուրտ է, կարող են նպաստել, եթե գրիպը տարածված է, որ կեղծ գրուպը հաճախակի արտահայտվի։ Ես ինչու քիչ առաջ նշեցի, որ կարող են նպաստել հիվանդությունների սրմանը։ Այո, Լիաննա, խնդրում եմ անդրադառնանք պատվաստանյութերի այդ ամեն տարի ստեղծվող նոր տեսակներին, որովհետև ինքը վիրուսը շատ արագ փոփոխվում է։ Այո, դուք նշեցիք։ Այո, իր ուրախություն մեզ պիտի նորից հնչեցնեմ, որ նորից առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձրաձայնում է, որ H1N1 գենային մակարդակում փոփոխություն չի կրել, այսինքն այն հարուցիչը, որ յուրաքանչյուր տարին ընդգրկվում է պատվաստանյութի մեջ, դա մեր հին իմացած H1N1-ն է։ Այսինքն ովքեր պատվաստվել էին, կարող են հանգիստ լինել։ Եվ H2-ը, որը որ յուրաքանչյուր տարի այդ կետային փոփոխություններով նոր տեսակը նրա, նոր վիճակները նրա ընդգրկվում է պատվաստանյութի մեջ։ Բայց կանխագուշակումների արդյունքում, այդ որ մենք նմուշները ինչու արդեն ասացի, որ ուղարկում ենք, այ մեր ուղարկած նմուշներն էլ ամբողջ Եվրոտարածաշրջանի
լաբորատոր նմուշները այսպես հավաքագրվում են, կանխատեսվում է արվում ըստ պարբերականության օրինաչափության եւ ելնելով այդ պարբերականությունից եւ շրջանառող վիրուսներից կազմվում է պատվաստանյութի կազմը։ Եվ պատվաստումները ցավոք սրտի նրանք այսպես իմունիտետ առաջացում են անկալությունը միայն 6 ամսից, որից հետո սկսում է նվազել։ Այսինքն ավելի վաղ պետք է պատվաստվել։ Դրա համար այո, այս տարի արդեն նոյեմբերից պատվաստանյութը հասանելի էր մեր խոցելի խմբերին։ Իհարկե ԱՀԿ Նոյեմբերը ուշ չէ, եթե սեզոնը հոկտեմբերին է սկսվում։ Բացարձակապես ուշ չէ, որովհետև մենք ունենք 2 ալիք հանրապետությունում, մեզ համար ավելի վտանգավոր է փետրվարի ալիքը, քանի որ փետրվարին նախ ավելի ցուրտ է լինում։ Իսկ ցուրտը նաև այսպես նպաստավոր պայման է վիրուսի երկարատև օդում մնալու եւ շրջանառելու։ Երկրորդ նախապայմանը, որ օրգանիզմի դիմադրողականությունը ընկնում է, դասապրոցեսները սկսում են, իսկ փակ տարածությունները եւ սեր շփումը նրանք բերում են նոր դեպքերի առաջացման, իհարկե մենք էլ պիտի բարձրաձայնեմ, բայց չունենք այդ մշակույթը, որ հիվանդ լինելու դեպքում չգնանք աշխատանքի, երեխային չուղարկենք դպրոց, մանկապարտեզ, հիմա այս շատ ծնողներ կասեն բաբացականները, բայց չէ որ այստեղ մենք խոսում ենք երեխայի առողջության մասին։ Ավելի լավ է 1-2 օր մնալ տանը, ստանալ համարժեք, համապարփակ, լիարժեք բուժում, խորհրդատվություն, վերացնել վիճակը, գնալ գործի դպրոց մանկապարտեզ, չծանրացնելով մենք ինքներս մեր վիճակը, մեր երեխայի վիճակը եւ չստեղծելով նպաստավոր պայմաններ նոր դեպքերի առաջացման մեր շրջապատում։ Հասկանալի է։ Լիանա, սովորաբար երբ արդեն տան անդամներից որևէ մեկը գրիպ է ունենում, սկսում են տատիկները հաստատ սխտոր տեղադրել տանը կամ սպիրտի մեջ թաթախել, չգիտես ինչ միջոցառումներ անել։ Դուք կողմ եք նման միջոցառումներին, ինչ խորհուրդ եք տալիս։ Գիտեք, դրանք ընդհանրապես այսպես ժողովրդական միջոցներ են, որոնք որ կարող են օգնել, կարող են չօգնել։ Ես լսել եմ, որ սխտորը ծեծում դնում են, դա ունի մարիասպան հատկություն ունի, օդի վարակազերկման համար, դեմ չեմ։ Դեմ չեմ բացարձակապես, բայց այստեղ առաջինը որ կուզեի խորհուրդ տալ, 2 մասի կուզեմ խորհուրդներս բաժանել, ինչ անենք որպեսզի չհիվանդանանք եւ ինչ անենք եթե արդեն հիվանդ ենք, ինչ անենք եթե չհիվանդանանք եւ եկեք հիշել որ ցանկացած հիվանդություն, հատկապես վարակիչ հիվանդությունը հեշտ է կանխարգելել, քան հետո նրան բուժել։ Նախ առաջինը, ինչ անենք եթե չհիվանդանանք, հագնվենք եղանակին համահունչ։ Այո։ Եվ դա հենց այնպես ասված խոսքեր չէ։ Հենց այնպես ասված չէ, որովհետև մրսածության գործոնը այստեղ միշտ կարևորվում է, միշտ կարևորվում է։ Երկրորդ նախապայմանը օգտագործենք առատ հեղուկներ, բայց եթե դա որևէ կլինիկական հակացություն չունի։ Մյուս նախապայմանը ձեռքերի անձնական հիգիենային հետևել, որտեղ հիվանդությունը ինքը փոխանցում է օդակաթիլային մեխանիզմով, այսինքն հազալիս եւ փռշտալիս մենք նաև աղտոտում ենք, հիվանդը աղտոտում է նաև շրջակա մակերեսները եւ մենք էլ անընդհատ շփվելով այդ մակերեսների հետ կարող ենք ինքներս մեզ վարակել։ Այո։ Եվ հատկապես ամանորն է մոտենում, եւ հատկապես ամանորն է մոտենում, գրկել, համբուրել, շնորհավորել բոլորի մոտենում եւ նաև կոչս մեր ազգաբնակությանը, եթե հիվանդ եք, ունեք գրիպանման երևույթներ, ապա մնացեք տանը, մի գնացեք հյուր եւ մի փոքր ձեռնպահ մնացեք հյուրերի հետ շփվելուց, որովհետեւ դուք դրանով նախ ձեր վիճակն ավելի կբարթացնեք հյուր գնալու արդյունքում, հա, իսկ երկրորդ արդեն դուք կստեղծեք նպաստավոր ասածս պայմանները նոր դեպքերի առաջացման, հատկապես փոքրիկների հետ մի շփվեք, հատկապես հղի կանանց, այն անձանց հետ, ովքեր որ քրոնիկ հիվանդություններով տառապում են, մի փոքր կարելի է ձեռնպահ մնալ եւ կարծում եմ, որ ինչպես յուրաքանչյուր տարի այս տարի էլ կարող ենք պատվով դուրս գալ այս սեզոնից, որևէ առանձնահատուկ այսպես բարդությունների կամ իրավիճակների։ Այո, մյուսը որ այդպես կլինի, Լիանա, մեր ժամանակը սպառվում է։ Ես նաև հարցեր ունեի ջրծաղիկ հիվանդության վերաբերյալ, բայց այո, մտածում եմ, որ մեկ անգամ էլ եւս առիթ կստեղծվի հանդիպելու, հեռուստադիտողների կողմից էլ կային հարցեր, բայց կարծում եմ կներեն մեզ, որովհետեւ այսօրվա ժամանակը սպառվեց, ձեր խորհուրդները շատ մանրամասն էին եւ տեղին, շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ այսօրվա զրույցի համար, խնդրեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն էր Լիանա Թորոսյանը, հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնից, նա ղեկավարում է հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանական բաժինը, այսինքն եթե Լիանան ասել է, որ այս սեզոնին պետք է տաք հագնվել, մյուս բժիշկների հետ համատեղ իհարկե, նրանք էլ են միշտ ասում, շատ առատ հեղուկներ օգտագործել, ձեռքերի հիգիենան պահպանել, բժիշկներ կան, որ խորհուրդ են տալիս փռշտալուց կամ հազալուց ոչ թե այսպես ծածկել դեմքը, այլ
նորից էլի նոր մոտեցում է, որպեսզի արդյունքում դերքերը հնարավորության դեպքում փոքր լինի։ Հետևեք բժիշկների խորհուրդներին, հետևեք Լիանայի այսօրվա տված խորհուրդներին եւ խուսափեք օդակաթիլային վարակներից։ Վաղը մենք ունենալու ենք բժիշկ Ակնաբուր հյուր, նախապատրաստեք ձեր հարցերը, այսօրվա համար այսքանն էր, մինչ վաղը առողջ եղեք։